Ասում են, ով աղի բլիթ է ուտում նա երազում տեսնում է իր ապագա սիրուն։ Սուրբ Սարգիսը երիտասարդների ամենասպասված տոներից մեկն է, երբ աղի բլիթը դառնում է հույս, իսկ երազը հնարավոր ապագա։ Այս տարի հունվարի 31-ին է նշվում Սուրբ Սարգիսը, իսկ մենք շրջենք Երևանի փողոցներով իմանալու թե երիտասարդները հավատում են սիրով բարեխոս Սուրբ Սարգսի զորությանը, կուտեն աղի բլիթ, թե դա արդեն թողել են անցյալում։ Տակը մաղթանքներով գրված է։ Իսկ այս տարի ավելի շատ աղջիկները թե տղաներն են գնում։ Բոլորն էլ գնում են, բոլորը։ Տրադիցիա է, մեր պապական տրադիցիան է, բոլորն էլ օգտվում են այդ հաճույքից։ Իսկ ակտիվորեն են այս տարի արդեն սկսել են գնումներ անել։ Ոչինչ, ամեն տարվա պես։ Ոչինչ։ Իսկ ձեր կարծիքով այսօր երիտասարդները դեռ հավատում են Սուրբ Սարգիս սիրո բարեխոս։ Հավատանք։ Մենք քրիստոնյա ազգ ենք, պիտի հավատանք։ Փորձել եմ, հա։ Իսկ տեսել եք։ Հա, մի քիչ համապատասխանում էր, ոչ լրիվ, բայց համապատասխանում էր։ Իսկ ձեր խորհուրդը երիտասարդներին այսօրվա։ Երիտասարդներին, որ իրար հասկանան ու երջանիկ լինեն, բաժանումներ չլինի։ Ոչ, այսօր եմ իմացել, մեր բուֆետից։ Իսկ ուտելու եք աղի բլիթ։ Չէ, որովհետև ընտրյալ ունեմ։ Իսկ երազում եք տեսել նրան Գյորգեն։ Չէ, հանդիպման ժամանակ։ Պատրաստվում եք ուտեք աղի բլիթ։ Հա, պատրաստվում ենք։ Իսկ հավատում եք, որ Սուրբ Սարգսի զորությանը, որ այն նշան է տալու։ Անպայման, երկե հավատում ենք։ Իսկ դուք։ Իսկ ձեր կարծիքով այսօր ավելի շատ երիտասարդները մեծ շուկով նշում են Սուրբ Սարգիսը, թե նախընտրում են նաև Վալենտինը նշել։ Դե հիմնականում դեռահասները Վալենտինը։ Ինձ թվում է Վալենտինը, էլի։ Գիտեք, որ այս տարի հունվարի 31-ին է նշվելու Սուրբ Սարգիսը։ Այո, Իսկ երբևէ դուք փորձել եք աղի բլիթ, երազ տեսել եք։ ճիշտն ասած այո, երազ տեսել եմ, բայց չեմ ամուսնացել։ Սիրահարների հա, օրնա։ Այո։ Հա, միշտ նշվել է փետրվարի 13-ին էր։ Իսկ դուք երբևէ փորձել եք աղի բլիթ։ Աշկը չի երևաց միշտ աշկի։ Փորձել ենք, բայց ինչ արած։ Բան չկա։